Այսօրվա երիտասարդները սենց ասեմ չեն ուզում հողագործությամբ, անասնապահությամբ զբաղվեն։ Մի մասը զինվորական ծառայության են, բնականաբար այդ գործի հետ արդեն չեն կարողանում գյուղատնտեսությամբ զբաղվել։ Ճամբարակ համայնքի Թթուչուր բնակավայրը գտնվում է հանրապետական նշանակության երկու ավտոճանապարհների խաչմերուկի վրա։ Գյուղն ունի 1036 բնակիչ։ Նրանց զբաղվածության եւ այլ խնդիրներին, նաեւ կատարված աշխատանքներին մենք դեռ կանդրադառնանք։ Հիշեցնենք, որ այս հատվածում վերջերս խոշոր հրդեհ էր բռնկվել։ Հրշեջ փրկարարներին հաջողվել էր կանխել հրդեհի տարածումը դեպի անտառապատ գոտիներ եւ բնակելի տարածքներ։ Վահան բնակավայրի հատվածում բռնկված հրդեհի տարածումը եւս հաջողվել էր կանխել։ Սահմանամերձ այս գյուղում եւս անվտանգայինից հետո ամենակարևորը զբաղվածության խնդիրն է։ Ամեն առաջ խնդիրը բան չկա, աշխատատեղ չկա։ Ուրիշ լրիվ ամենքները իրանց տներով, իրանց անասնապահությամբ ապրում են։ Հնարավոր չլինի աշխատատեղ ստեղծում մի քիչ։ Բազան կա, պարզապես ներդնող լինի։ Համայնքի բնակչության մեծամասնությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ, շատ են պայմանագրային զինծառայողները, ոմանք աշխատանքի են ներգրավված մանր ու միջին առևտրի, շինարարության եւ սպասարկման ոլորտներում, այնուամենայնիվ աշխատատեղերի պակաս կա, հատկապես մասնագիտական, ինչպես մի շարք այլ համայնքներում այստեղ էլ մտահոգիչ խնդիր է համարվում ներքին միգրացիան։ Հիմնական անվտանգությունից զատ նաեւ աշխատատեղերի խնդիրն է, բնակչության զբաղվածության հարցն է, որ կուզեինք մեր ոչ միայն Վահանում, այլ ընդհանուր համայնքի տարածքում զբաղվածության հարց լուծել, որովհետև ունենք շատ շնորհալի երիտասարդներ, որոնք լավ ուսում, դաստիարակություն, կրթություն են ստանում, բայց համապատասխան մասնագիտական աշխատատեղ չլինելու պատճառով ստիպված են լինում տեղափոխվել այլ համայնքներ, երբեմն նաև երկրից դուրս։ Ճամբարակում անդրադարձ են կատարել նաև Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի փլուզման հետևանքով անօթևան մնացած բնակիչների ճակատագրին եւ նրանց բնակարանով ապահովելու գործընթացին։ Հիշեցնենք, որ պայթյունը տեղի էր ունեցել հունիսի 11-ին շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում։ Փլուզվել էին 3 հարկերի բնակարանները, մասամբ փլուզվել էին նաև մուտքին կից բնակարանները, զոհվել էր 6 մարդ։ Որտեղ ուզում է կառուցեն, միայն կառուցեն տուն ունենանք։ Մեր շենքի տեղը լավն է, դե լավ կլներ, որ մաքրեն, նույն վայրում կառուցեն։ Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում մտահոգությունները հիմնականում նույնն են, սակայն կան խնդիրներ, որոնք հատուկ տեղային բնույթ են կրում եւ դրանց լուծումը կարևոր նշանակություն ունի կոնկրետ գյուղի բնակիչների եւ այդ բնակավայրի զարգացման համար։ Օրինակ Սեմյոնովկա գյուղի զարգացմանը էականորեն կնպաստի միջպետականին միացող նոր ավելի կարճ ճանապարհի կառուցումը։ Միջպետական ճանապարհի միացումն ընդամենը 700 մետր, եթե որ լինի, արդեն մեր շարժն ավելի ուժեղ կլինի, քանի որ այսօր ծովակի Ղովակալի կամ էլ Դիլիջանովի հին նախկին պերևալներով էլի։ Իդեպ ըստ որոշ տեղեկությունների հենց այս բնակավայրի մոտակայքից է տարածում գտել հրդեհը, որը հասել էր Դիլիջանի անտառներ։ Այդ թեմային եւս կանդրադառնանք, զուգահեռ այն խնդիրներին եւ կատարված աշխատանքին, որը տեսանելի է Հայաստանի հայտնի զբոսաշրջային եւ առողջարանային կենտրոններից մեկում։ Մաքրությունը, հետո այդ ճանապարհների այդ քանդվածությունը, մի քիչ որ ավելի ուշադիր լինեն, ավելի լավ կլինի։ Խնդիրներ բազմապիսի կան, բայց եթե կա խնդիր, կա ուրեմն լուծում։ Այսինքն լուծումներ տալիս ենք, եթե ունենանք էլ գումար, մեծ ծավալի գումար սարքել, մի բանա սարքես, մի բանա լավ սարքես եւ հետեւողական սարքես։ Հայաստանի 3 մարզում իրականացված մեր նախագծի շրջանակում կլինեն նաև պարզ մարդկային պատմություններ, որոնք կներկայացնեն իրենց հոգսաշատ առօրյայով ապրող մարդկանց կենսակերպը, խնդիրներն ու դատողությունները։ Յոլ են գնում էլի։ Թոշակն էլ հերիք ջանը։ Զորով։ Չենք դժգոհում մեր հողուտ ջրի վրա ենք, հա։ Սիրում եմ մեր գյուղը, մեր հայրենիքը, Հայաստանը։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում, Պապոյան, Ռեգիոնս TV, Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի մարզեր։